Ամենաանսպասելի պիտանելիության ժամկետները։ Առաջինը սոյանն է, որը հաճախ թայլանդացիները օգտագործում են ուտելիքի մեջ, սակայն այն բացելուց հետո կարելի է օգտագործել 2-ից 3 ամիս։ Իսկ ես հենց սոյաներ սուշիներից հետո ամեն օր պահում էի։ Հաջորդը դա բրինձն է, խաշած, որը թայլանդացիները ուտում են ամեն օր, սակայն այն եփելուց հետո կարելի է պահել ընդամենը 24 ժամ, որովհետև 24 ժամը լեռանալուց հետո այնտեղ կարող են հավաքվել բակտերիաներ, բայց ես այս բրինձը կարամ խալադильնիկում պահեմ 5 օր։ Երկրորդը դա խաշած ձվերն են, որոնք չի կարելի սենյակային պայմաններում պահել շատ երկար, իսկ սառնարանում կարաք պահեք մինչև մի շաբաթ։ Իսկ ես իմանալով, թե Թայլանդում ինչ շոգ է, այս ձվերը կարամ մի քանի ժամ պահեմ սենյակում։ Վերջինը դա ձեթն է, որը կարելի է պահել ուշադրություն 5-ից 7 օր։ Ուղղակի ես չեմ պատկերացնում այդ 1 լիտր կամ 2 լիտր ձեթը ինչպես պետք է օգտագործես, որ մի շաբաթում բրծնի։ Ինձ թվում է դրա պատճառով էլ, երբ որ մենք գնում ենք թայլանդական շուկա, որպեսզի առնենք ժարի տարած բդիկներ, մենք կտեսնենք այդտեղ մեծ ղազան, որի մեջ 2-ից 3 լիտր ձեթ է, ու դրա մեջ է ժարի տալինու մեր հավը։ Իսկ որ փաստեր քո համար ամենազարմանալին գրիր կոմենտներում։